Բարև ձեզ։ Նախորդին մենք խոսում ենք այն մասին, որ առաջիկա օրերին, իսկ ավելի կոնկրետ մայիսի 4-ին Հայաստանը դառնալու է մեծ քաղաքականության հարթակ։ Հենց այդ օրերին Երևանում տեղի ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ եւ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովները։ Հենց այդ օրերին Հայաստան է այցելելու պետական այցով, Հայաստան է այցելելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ այդ այցի ընթացքում ստորագրվելու է ռազմավարական համագործակցության փաստաթուղթ։ Եվ այս ամենը տեղի ունենում Հայաստանում ներքաղաքական, նախընտրական, բուռն ու ակտիվ պայքարի ժամանակաշրջանում։ Այս ամենը տեղի ունենում նաև մեկ այլ խորհրդանշական իրադարձության ֆոնի վրա, ուղիղ 8 տարի առաջ այսօրը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, որը խոստանում էր ունենալ ավելի զարգացած, ավելի կայուն եւ ավելի մրցունակ երկիր։ Այսօր Հայաստանը գտնվում է մեծ ընտրությունների եւ մեծ որոշումների առաջ։ Մեծ ընտրություններ խորհրդարանական համապետական երկրի ներսում եւ մեծ որոշումներ Հայաստանի հետագա ուղղության մասին դեպի արևմուտք, դեպի հին կախվածություններ, թե բալանսավորված քաղաքականության շարունակություն։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույց է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս վերլուծաբան Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանն է, բարև ձեզ, պարոն Խուրշուդյան, դուք անմիջապես գալիս եք Բրյուսելից։ Ուրեմն սկսենք Բրյուսելից եւ այսօրվա իրադարձություններից, այսօրերի իրադարձություններից հետո կգնանք արդեն 8 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը Եվրախորհրդարանում մասնակցել եք Հայաստանին նվիրված քննարկման, ինչ էիք քննարկում Հայաստանի հետ կապված, ինչ օրակարգ ուներ այդ քննարկումը։ Նախ եւ առաջ ընտրություններ, որտեղ այո, բոլորին հասկանալի է եւ Եվրոպարլամենտի մեր գործընկերները քաչ տեղյակ են, թե ինչ է կատարում Հայաստանում, հետևում են իրադարձություններին, հետևում են այն զուգահեռներին, որոնք որ կան Հայաստանի եւ Մոլդովայի եւ նույնիսկ Ռումինիայի ընտրությունների հետ, որտեղ իրենց համար էլ է տեսանելի եւ մեր շփումներից դա մենք հասկացանք, որ Ռուսաստանը ամեն ինչ փորձելու է անել, օգտագործելով այդ թվում մոլդովական եւ ռումինական ընտրությունների ժամանակ իրենց կիրառած գործիքակազմը, որպեսզի Հայաստանում զավթի իշխանությունը իր դրացուների, իր ուղարկած գործակալների, այդ գաստրոլորների միջոցով եւ դա իհարկե խնդիր է, որովհետև Հայաստանում, գիտեք, մի կողմից չհաղթահարվեց 5-րդ Շարասյան այդ ազդեցությունը այս տարիների ընթացքում։ Մյուս կողմից չարվեց իլյուստրացիա, որպեսզի գործակալներին չեզոքացվի, հա, ընդամենը մեկ գործակալի բացահայտում տեղ ունեցավ, որը KGB-ի գործակալ է եղել, հիմա էլ այսպես պաշտոնական ձևակերպմամբ օտարերկրյա մի ծառայության հետ համագործակցում, հա, բարձր որ KGB-ի գործակալ FSB-ի հետ համագործակցի։ Մենք խոսքը ուրեմն կտրիչի եղբոր մասին է, որ հիմա Մոսկվայի եւ Նոր Նախճեվանի Ռուսաստանի հայ համայնքի ճակերտավոր հոգեվոր հայրն է։ Հիմա եւ նման պայմաններում իհարկե մենք տեսնում ենք զուգահեռ նոր տեխնոլոգիաների կիրառումը սոցիալական ցանցերում, TikTok, fake բազմաթիվ ուրեմն հաշվի համարների օգտահաշիվների օգտագործում եւ նաեւ ֆինանսական հոսքերը, որը որ էլի բացահայտումներ կան, որ արդեն տրակաշարքներ են բաժանվում կամ խոստացվում կամ արդեն բաժանվում, ընդ որում շատ մեծ դիապազոն կա այսպես թվերի, մինչև $1000, այդ թվում Ռուսաստանից հատուկ այսպես ֆինանսավորում են մարդկանց, որ կան Հայաստանի քաղաքացիները այստեղ ընտրեն պատվիրատուների ուզած մարդկանց եւ այլն, եւ այդ հատկանշականն է, որ Ռուսաստանը օգտագործում է արևմուտքի ընձեռած տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիա, այսինքն TikTok-ը, YouTube-ը, հա, եւ ստեղ է, որ այն որ ասում է սատանի մայլեն որոշել են քանդրբազություն անեն, հա, այսպես փոխաբերական, այսպես ժողովրդական լեզվով ասած եւ շատ լավ է, որ մեր հասարակական կազմակերպությունները, օրինակ իրազեկ քաղաքացիների միավորումը օրերս նամակ էր եղել հենց կոնգրեսականներին եւ դա շատ կարեւոր նախաձեռնություն է, որ նրանց միջոցով ազդեն Facebook-ի, YouTube-ի վրա, որ այդ կոնգրեսականներն կարծեմ արդեն դիմել են, չէ՞, Զուկերբերգին։ Այդ չեմ հասցրել, չեմ կարող ասել, ես ինքնաթիռից ոնց որ գալիս եմ, չեմ կարող հաստատել, բայց ընդհանրապես կդիմեն։
որտեվ այո, իրենց համար էլ է դա հասկանալի, ռուսական այդ վնասարար ազդեցությունները, որպեսզի YouTube-ը, Facebook-ը ուղղակի արգելափակեն այդ կեղծ օգտահաշիվները, որոնք որ ուղղակի ստեղծվել են հատուկ Հայաստանի պետականությունը քայքայելու համար, ապատեղեկատվություն տարածելու այս քանակի նոր, այո, այս քանակությամբ որ հիմա ծնվել են, առաջ ադրբեջանականներն էին, որ Հայաստանի դեմ դրսից էին ազդում։ Չէ, ասում եմ նորերը կբացվեն։ Հա, նորերը, ինձ հարցում եք նոր է բացվել։ Չէ, նորերն էլ ուրեմն պետք է փակեն։ Այդ անդադ գնացող գործընթաց է։ Օրինակ ադրբեջանական հազարավոր օգտահաշիվներ ամեն տարի փակվում են, գիտեք, պաշտոնապես հաշվետվությունները դրվում է։ Նրանք հա բացում են YouTube-ն ու Facebook-ը եւ այլն, հա փակում են։ Հիմա նույնը այստեղ պետք է տեղ ունենա, մանավանդ այս ընտրությունների նախաշեմին կարևորը այտենց չի իրանք որ բացում են, այդ որոշակի ժամանակ ապետ նաև ծավալի, երևա, հա, ռասկրուտկա լինի, այսպես, այդքան հեշտ չի էլի զրոյից, եթե դրանք փակվի, այդ զրոյիցը միջև բան անեն, արդեն ընտրությունները կանցնի։ Բոլոր միջոցները իհարկե պետք է կիրառել, որպեսզի այդ վնասարար ազդեցությունները չեզոքացվի, նաև ֆինանսական հոսքերը։ Ես ձեզ հիշեցնեմ, որ դեռ այդ Վազգեն Գալստանյանի շարժման ժամանակ, երբ որ խոսք էր գնում միլիոնավոր դոլարների ներհոսքի մասին, ռուբլու տեսքով, արտարժույթի տեսքով, որոնք արդեն այստեղ նաև փոխանակման կետերում ծավալը աճել էր այդ փոխանակումների, մենք բարձրաձայնեցինք այդ մասին եւ երբ որ ուրեմն ռուսական շահերը սպասարկող տարբեր անձինք այստեղ սկսեցին մեղադրել, որ անհիմն է, ես հատուկ պաշտոնապես դիմեցի կենտրոնական բանկին, ստացանք բոլոր այդ մուտքերի ծավալների շարժը եւ այդտեղից պարզ էր, հստակ էր, որ այդ շրջանում 600 միլիոն դոլարով ավելացել է։ Պարզ է, այդ 600 միլիոն ամբողջ չէր վերաբերում ուրեմն այդ շարժման աջակցությանը, բայց գալի մասը դրա վստահաբար հենց դրան էր վերաբերում, որտեղ հիմա փոխանցումներով են անում թե կանխիկ։ Հիմա ավելի շատ կանխիկ են անում, որտեղ հիմա ավելի խստացրել են փոխանցումների վերահսկողությունը եւ այլն, եւ կանխիկը, դե կանխիկն էլ գիտեք, ճամպրուկների միջոցով եւ այլն, արդեն բացահայտվել է մի դեպք, գիտեք, որ շենց ինքնաթիռից այնց մեծ քանակությամբ կանխիկ գումար են բերում, ընդ որում մենակ Ռուսաստանից չէ, հիմա Դուբայից են նաեւ ուղարկում են ուրեմն այդ կրիպտո արժույթը նաեւ Դուբայ, նաեւ այլ փոխարժեքներ, եւ այնտեղ փոխանակում են, այնտեղ հատուկ սև սխեմաներ կա, որ հնարավորություն է ստեղծում կանխիկացնել եւ այդ կանխիկը արդեն Դուբայից բերում են։ Մի խոսքով այդպես փորձում են, որտեվ 100 միլիոնավոր դոլարների շրջանառություն է լինելու այս ընտրություններին ռուսական շահերը այստեղ խցկելու համար, որտեվ Ռուսաստանը Հայաստանի շահերը վաճառելով ստանում է միլիարդավոր դոլարներ։ Պարզ է, այդ միլիարդներից մի քանի 100 միլիոնը կտա, որպեսզի ավելի մեծ հնարավորություն ունենա մեր տարածքներով առևտուր անել վաղը միսօր, երբ որ ինքը այստեղ իշխանություն կարգի, գուբերնատոր կարգի, մեր շահերով առևտուր անել, մեր հանքերը շարունակի տիրապետել կամ այն մնացածն էլ ձեռք գցի եւ այլն։ Հայաստանը բավականին հարուստ երկիր է, թերագնահատում ենք եւ ունեցած կապիտալ արժեքներով եւ շահերով ինքը իրանով, եթե մեր շահերը մենք չպաշտպանենք եւ մենք այդ շահերի շնորհիվ չստանանք որոշակի շահաբաժիններ, ուրիշները Ռուսաստանը կանի դա եւ մեզ վաճառելով այդ շահերը հսկայական օգուտներ կանի։ Դուք խոսեցիք ֆինանսական հոսքերի մասին, իսկ ընտրողների հոսքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ընտրելու իրավունք ունեն, հոսքեր կազմակերպելու մտադրություն կա, թե դա արդեն ընթացքի մեջ է։ Դա արդեն հստակ է, մենք գիտենք նույնիսկ որ FSB-ի բաները մտնում են տարբեր հայերի տներ, ուղղակի այդ մարդկանց բնականաբար չես էլ մեղադրի, որ չեն իրենք հրապարակային դա բարձրաձայնում, այլ ներքին խողովակներով են հայտնում, որովհետև իրենք հրապարակային իրենց անունը միտեղ հնչի, պատկերացնում եք, չէ՞, իրենց հետ ինչ կլինի։ Ռուսաստանը դիկտատուրա է, ասենք, այնտեղ ամենաստից մի հատ ստատուսի համար կարող է տանեն մարդուն բերդում սպանեն, ոնց որ տարբեր դեպքեր են եղել, այլ որ մնաց, ասենք, մարդիկ ինչ որ լուրջ տենց բացահայտումներ անեն իրենց հետ կապված, բայց այդ տեղեկությունները փոխանցվում են ամեն դեպքում, որ FSB-ից գալիս են, ասում են պետք է գնաք Հայաստան, ձեզ այսինչ բիզնեսմենն այսքան գումար կտա, իսկ հիմնականում բիզնեսմենների հետ են աշխատում, որ դա էլ ռուսական օլիգարխիայի վրա շատ ծանր չնստի, այլ հայ բիզնեսմենների վզին դա լինի, որ այսքան կապահովեք, այսքան մարդու, մարդը $1000 կտակ, կգնան այնտեղ կընտրեն, կգան ու մենք էլ այդ ցուցանիշները կնայենք, ապահովել եք թե չէ, չապահովեք, գցենք ձեզ այն ադրբեջանցիների օրը, որ գիտեք, քանի հոգու սպանեցին, քանի հոգու բռնեցին, համայնքների ղեկավարներ եւ այլն, լիքը մարդ էլ ադրբեջանցի փախավ դեպի Ադրբեջան։ Նույնը ոնց որ պատանդ են պահում հայ համայնքին եւ հայ համայնքի այդ ղեկավար կազմին, ովքեր որ շատ թե քիչ նաեւ չեն էլ ուժում, ասենք Հայաստանի դեմ ինչ որ բան անեն, բայց պատանդ են պահում, որ օգտագործեն։ Իսկ մի մասն էլ շատ մեծ հաճույքով է դա անում, ոնց որ տարատեսակ Արա Աբրամյանները եւ այս նույն ուրեմն Սամվել Կարապետյանը, որը ընդունել է այդ
պատվերը եւ եկել է այստեղ հակապետական գործունեություն ծավալելու։ Ասում եք Բրյուսելում այս ամեն ինչի մասին գիտեն, տեղեկացված են, հետևում են եւ զուգահեռներ են տանում այլ երկրների Մոլդովայի եւ այլն հետ, իսկ ինչ ընթացքի մեջ է Հայաստանի հիբրիդային հարվածների դեմ պայքարելու այդ օգնության տրամադրումը, ինչպես է դա տեղի ունենում, արագ արձագանքման խումբը արդեն կա եւ դրա ներկայությունը այստեղ ինչ կարող է փոխել հենց գետնի վրա։ Շուտով կգան, արդեն այդ խումբը եւ իր գործունեությունը կծավալի, տեսնենք, այդ բարձ չի դեռ ինչ էֆեկտիվությամբ իրենք կգործեն, որտեղ այստեղ կարելի է նաեւ երբեմն քննադատել Եվրամիությանը, որտեղ միշտ չեն որ էֆեկտիվ են այդ ծախսող միջոցները, հատկապես նաեւ հանրային տիրույթում եւ այլն։ Հիմա շատ չեմ ուզում այդ հարցը խորանալ, տարբեր մեր հանդիպումների ժամանակ այդ հարցը բարձրաձայնում ենք, որտեղ մի տեսակ հաշվետվողականության գաղափարը զուտ թվային հաշվետվությունների վրա է հիմնված աուդիտի հիմքով, այլ ոչ թե արդյունքին միտված, այսինքն ինչ արդյունք են տալիս այդ միջոցները, ոչ թե ինչպես են ծախսվում, չեն յուրացվում, թե իրոք դա, այլ այդ մսխվելու պահը չի հաշվի առնում, շատ դեպքերում կարող ուղղակի արդյունավետ չծախսվեն եւ մսխվեն, բայց դա ամեն դեպքում հիմա այն էլ ինչ որ արվում է, բավականին լուրջ օժանդակություն է հիբրիդային պատերազմի ծիրում, հա, եւ այդ հարձակումների դեմ պայքարի առումով, նաեւ մեր տարբեր հասարակական կազմակերպություններ բավական արդյունավետ, ես արդեն մի օրինակ բերեցի, մեր կազմակերպություններն էլ ընդհանրապես մեր կազմակերպությունը ինքսեփական ուժերով այդ պայքարը մղում է եւ էլի կազմակերպություններ կան, որոնք որ ակտիվ այդ գործընթացում ներգրավված են եւ Հարավյան գործընկերության պլատֆորմի շրջանակներում եւ պլատֆորմի անդամները եւ ՍԵՊԱ-ի Հայաստան-Եվրամիություն պլատֆորմի անդամները եւ այդ ամբողջը իհարկե որոշակի ազդեցություն թողնելու է, բայց ամենակարևորը մեր ժողովրդի գիտակցությունն է լինելու, որ անընդունելի համար են ցանկացած նման միջամտություն, ընտրակաշառք, ընդհանրապես օտար երկրի կողմից քո երկրի իշխանությունը զավթելու փորձը քո համար պետք է կարմիր գիծը լինի։ Եվ եթե դու տեսնում ես այդպիսի բան եւ պետքա բարձրաձայնես եւ առավել եւս եթե քեզ ինչ որ մեկը դիմում է կաշառք առաջարկում, ասում է գիտես, արի պետության շահերդ վաճառի, ես քեզ այսքան գումար տամ։ Բայց ով չի ասում, գիտես, արի պետությանը շահերը վաճառի։ Դե հասկանան, որ դա է։ Հակառակ ասում է վերցրու ընտրի, որպեսզի երկիրը փրկենք, որպեսզի պետությունը փրկենք, որպեսզի իշխան զարգացում, տնտեսություն, անվտանգություն եւ այլն եւ այլն։ Հա, այդ Պուտինն է մտածում, որ մեր երկիրը պետք է փրկի, որ բացահայտ ասում է մեր պրոռուսական ուժերին թողեք մասնակցեն, բարձ չի որ ինքը բացահայտ ուղղակի ցույց տվեց, որ այդ իր խամաճիկներն են։ Իսկ իր շահերը ո՞րն է, Հայաստանի հզորացնելն է, հայերի շահերն է, հայերի շահերն կներեք, հայերի շահերն մենք կտեսնենք դա ոնց է արտահայտվում Արցախում, Արցախյան պատերազմի ժամանակ։ Արցախի շահերը վաճառեցին, հայ բնակչությանը վտարեցին համատեղ ուժերով իրանց խաղաղապահներն ու Ալիևի այդ զորքերը, այդ ժամանակ հայերի շահերի մասին չէր հիշում, հենց որ Հայաստանում իշխանություն ձևավորելու մասին հանկարծ հիշեց, որ հայերի շահերն են այնքան սպասարկում։ Ասենք մարդ պետք է տարական գիտելիք ուղղակի ազնվություն ինքը իր արժև ազնվություն պետք է ունենա, որ ընդունի, որ չի կարա այդ Պուտինի դիկտատուրան, որը որ ուղղակի միշտ վաճառել է հայկական շահերը, ոնց որ իր նախորդները նայել, հանգարց հիմա ասենց լոլոներով համոզի, որ չէ մենք արդեն ձեր շահերի մասին ենք մտածում, այդ ոնց եղավ։ Իսկ ձեր տպավորությամբ, ձեր գնահատմամբ դա ինչ ազդեցություն ունի հանրային տրամադրությունների վրա, դա ասելով ինչ նկատի ունեմ, եւ ընտրակաշառքը, եւ հռետորաբանությունը, հանուն Հայաստանի, Հայաստանամետ, հայամետ, տնտեսություն, զարգացում, կայունություն եւ այլն եւ այլն։ Եթե մի ուժ գալիս ասում է, ես վերանայելու եմ խաղաղության պայմանագիրը եւ պայմանները, որովհետեւ այս խաղաղության պայմանագիրը արդար չի, մենք ավելի արդար, չգիտեմ, ավելի ուժեղ պայմանագիր ենք կնքելու, հա դուք այնքան ուժեղ եք, գալու եք հեսա մի հատ Ալիևին, մի հատ չափալախտակ ասեք, ես ինչ պայմանագիր է, հələ մի հատ դզվի, մի հատ էլ Էրդողանին, հա, բոլորին sense կարգի եք հրավիրելու ձեր ուժեղներով, հա, այն որ ձեր սաղ երեխեքին թրցրել եք հայկական բանակի ծառայությունից, դրանով եք ուժեղ երևի, որ տես պայմանագրեր եք կարալու բանան ուղեք, ասենք ինչ լոլոներ է։ Ցանկացած մարդ, որ ինքն իր արժև ազնիվ է, գիտի, որ դրանք կապ չունեն այդ խոստումներն ու այդ լոլոները իրականության հետ։ Կամ ասենք այդքան Հայաստանի ժողովրդի մասին մտածող եք, իշխանություն եք։ Սամվել Կարապետյանի աղբերը ֆրակցիայի ղեկավար էր ու բանի աշխատակազմի ղեկավար էր Սերժ Սարգսյանի։ Այդ երբ է այդքան ժամանակին մտածում, բացի նրանից, որ ասենք աշխատողներին համբալ էր անվանում եւ այլն հրապարակային։ Այդ է իրանց վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ, հանգարց որոշել են հայ ժողովրդի շահերը պաշտպանեն ու հիմա էլ դրա համար կաշառք են բաժանում, ասենք, այդ ինչ ով չգիտի որ դա կապ չունի ազնվության իրականության հետ, որ դա ուղղակի լոլո է, որպեսզի ռուսական պատվերը կատարեն, ու ասենց սկյուտեղին վրա սիրուն փաթեթավորեն Հայաստանը տան Պուտինին, ասեն մենակ թե մեր բիզնեսներին մի կպի Ռուսաստաններում, դե նա 3 միլիարդ
բիզնեսներ ունի, չէ, 3 միլիարդի Ռուսաստանում, բարձր ինչ պատվիրեն, պետք է ինքը իր մերկանցիլ շահերից ելնելով կատարի, որ դասականի ասած բոմբ չդառնա։ Այսինքն հիմա Հայաստանում կայանալիք ընտրությունները իսկապես գտնվում են միջազգային դրսի խաղացողների հզոր ուժային կենտրոնների ուշադրության կենտրոնում եւ արդյոք ներքաղաքական դաշտի ձևավորումը կառուցվածքը նախընտրական համապատասխանում է այդ ուշադրությանը։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ վերլուծաբան Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Մենք հասանք Հայաստանի ներքաղաքական դաշտին ձևավորված արդեն եւ արտաքին ուժերի հետաքրքրություններին, սրանց համադրությանը։ Դե բնականաբար արտաքին ուժերը առաջնորդվում են ամեն մեկի իր շահերով։ Այստեղ ուրիշ հարց է, որ այդ շահերը ում հետ է համընկնում։ Ռուսաստանի շահերը հակոտնյա են Հայաստանի շահերի հետ, որտեղ այս ընթացքում ամբողջ ցույց է տվել այսօրվա իշխանությունը համենայն դեպս Ռուսաստանի։ Եթե Ռուսաստանը լիներ ժողովրդավարական երկիր եւ այդ կայսերապետական մտածողությունից ազատված լիներ, գուցեև համընկնեն, որտեղ ամեն դեպքում համընկնող տարբեր շերտեր կան այստեղ, հա, Հայաստանի եւ Ռուսաստանի։ Եթե ընդհանուր պատմություն, հա, եթե այնտեղ պետական ամետ մարդիկ լինեն, ոչ թե ջեբկիրները իշխեն այդ պետությունը, որոնք որ զավթել են իշխանությունը, անդադ կեղծում են ու թալանով են զբաղված մի այլ կարգի, ավելի վատ, քան Հայաստանի նախկիններն էին Հայաստանի թալանում, դե որտեղ նաեւ այդքան ռեսուրս էլ չկար Հայաստանում։ Հիմա այդ մարդկանց ձևակերպած շահերի հետ Հայաստանի շահերը չեն համընկնում, որտեղ իրանք տեսնում են, որ իրենց շահերը համընկնում են Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, բայց ոչ Հայաստանի հետ, որը ուզում են ամեն գնով զավթեն, որ հետո կարողանան խուրդեն։ Այն ինչ որ կուզենային Ադրբեջանի հետ էլ անեն, ինչի ստացվում, որտեղ Ալիևը բավականին անկախ քաղաքականություն է վարում։ Այնտեղի իրենց խամաճիկին չկարողացան Ադրբեջանում իշխանություն կարգել։ Հիմա պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանում էլ չկարողանան, որ Ադրբեջանի փոխարեն ինչ որ չստացվեց այնտեղ ադրբեջանական շահերը խուրդեն, մեր շահերն էլ չխուրդեն։ Էլ չեմ խոսում Թուրքիայի մասին, որ ասենք լավ էլ երբ որ պետքա բարышում են, բայց հիմա հանգարց այստեղ հակաթուրքական տրամադրություններ են զորով ուզում բան անել, որ այ չէ, գիտեք, այս իշխանությունները թուրքամետ են, ես ինչ։ Ամենաառաջինը ձեր տերերն են թուրքամետ։ Մոսկվայում, Կրեմլում նստած ձեր տերերն են գլխավոր թուրքամետները, եւ եղել եւ Քեմալ Աթաթուրքի ժամանակ, եւ Սովետական միության շրջանում, եւ հետխորհրդային շրջանում, եւ հիմա։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ ազդեցության կենտրոնների, ուժային կենտրոնների համար Ադրբեջանը առանձնապես լավ դաշտ չէ, քանի որ ահագին ինքնուրույն խաղ է խաղում Թուրքիային ունենալով, Վրաստանը առանձնապես էլի անհասկանալի իրավիճակ է եւ այդ ամբողջ մրցակցությունը գալիս կենտրոնանում է Հայաստանի վրա։ Հայաստանի ազգային, պետական, աշխարհաքաղաքական շահերը այսօր օբյեկտիվորեն համընկնում են եվրոպական շահերի հետ։ Ինչա պետք Եվրոպային, որ Հայաստան լինի անկախ, ինքնուրույն, խաղաղ, բարեկեցիկ երկիր եւ վաղը մյուսօր կարողանա Եվրոմիության անդամ դառնա։ Էդ էլ այն լոլոների վերաբերյալ, որ անդադ սրսկում էին, այդ թվում որոշ քաղաքասրակության պսևդո ներկայացումների հետ, թե ինչ Եվրոպա, մենք պատրաստ չենք, Եվրոպան երբեք մեզ չի հրավիրել, չի ուզում մեզ տեսնի, արհեստական սպասումներ է գեներացնում, երբ որ ասում եք, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրոմիության անդամ։ Հիմա մենք եվրոպացիների հետ հանդիպում ենք եւ տեսնում ենք, որ այո, իրենք հենց սպասում են, որ Հայաստանը այնքան զարգացած ժողովրդավարական խաղաղ պետություն կդառնա, որ կարողանա Եվրոմիության անդամ դառնալ, ել ավելի ամրագրի իր անվտանգությունը, իր բարեկեցությունը եւ խաղաղությունը տարածաշրջանում։ Սպասում են եւ պատրաստ են, բայց պարզապես պետք է չափորոշիչները հաստատեն։ Ես դա պիտի ասեի, այդ քննարկման ժամանակ ինչ ուղերձներ դուք ստացաք, նրանք ինչ են սպասում Հայաստանից, ինչ են ակնկալում Հայաստանից։ Նրանք դիտարկում են Հայաստանը որպես արդեն գործընկեր, թե դեռ դիտարկում են Հայաստանին։ Ուրեմն ի տարբերություն Ռուսաստանի, իրենք կոնկրետ ինչ որ ուժերի չեն մատնանշում, որ մենք աջակցում ենք այս ուժերին, Եվրոպամետ են դրա համար եւ այլ, այդպեսի բան չկա իրենց խոսում։ Իրենք հարգում են մեր ինքնիշխանությունը եւ իրենք աջակցում են ժողովրդավարությանը Հայաստանում եւ ժողովրդավարության հարակտևմանը, հա, եւ դա լիովին ընդունելի է մեր համար, որովհետեւ իմ համար օրինակ մեծ տարբերություն չկա գործող իշխանությունը կշարունակի պաշտոնավել, թե ժողովրդավարական դիմությունը ինչ որ ձևով գոնե մաս կկազմի այդ իշխանությանը։ Ես կուզենայի, որ ժողովրդավարական արտախորհրդանական դիմությունը այդ մասը կազմեր, չգիտեմ որ դեմքով, ցավոք սրտի չմիացան, որ ես կարողանայի կոնկրետ ինչ որ մի բան նշել, դրա համար հիմա ստիպված եմ անուններ չտալ։ Ցանկացած ժողովրդավար ընդդիմություն պարլամենտում իմ համար ընդունելի է, որը որ ջատագով է Եվրոմիության անդամակցությանը եւ իմ նախընտրած ծրագրային կետերը, որ ես թվարկել եմ, դրանցից առաջինը հենց Եվրոմիության անդամության հայտ ներկայացնելն է եւ ես հուսով եմ բոլորն էլ իրենց ծրագրերում դա ինչ որ ձևով կարտացոլ են։
Այն ուժերը, որոնք որ հավակնում են ժողովրդավարական կոչումին եւ եվրոպական ինտեգրման ջատագով են։ Ասում եք, այստեղ այդպիսի բաներ են տարածում, մեզ չեն սպասում եւ այլն, դուք այնտեղ հակառակը համոզվեցիք եւ հիմա գտնում եք, որ միջնաժամկետ հեռանկարում դա իրատեսական բան է Հայաստանի Եվրամիության անդամակցությունը։ Տեսեք, Եվրոպայում Հայաստան դիտարկում են իդոք որպես ժողովրդավարություն կղզյակ տարածաշրջանում։ Այլևս Վրաստանից հիասթափվել են եւ շատ դեպքերում ճիշտ ասած իմ համար ցավալի է, բայց հույսել չեն կապում մոտ ապագայում, որ Վրաստանը արդեն կգնան եւ անհատական պատժամիջոցներ եւ կարող է նաեւ պետական մակարդակով պատժամիջոցներ, որը մեր համար անցանկալի է, բայց դա է հիմա իրենց որոշումն է։ Ադրբեջանի հետ հույսեր չեն կապում, որտեղ այնտեղ ժառանգական ավտոկրատիա է հաստատվել, շատ ավելի բարդ է այնտեղ ինչ որ բան անելը, հա։ Այնտեղ ընդդիմադիր չի մնացել, բոլորին կամ սպանել են, կամ բերդ են նստել, կամ էլ փախել են ընդդիմադիրները Ադրբեջանից, ով պետք է ինձ իշխանափոխություն անի։ Թուրքիայում նույնը, շատ բարդ է, հա, չնայած հույս ունեմ, որ Օրբանի հետևից կգնա նաև իր մտերիմ ընկեր Էրդողանը, եւ դա չի բացառվում իրականում, որովհետեւ Թուրքիայի հասարակության մեջ էլ հասունանում է այդ ըմբոստությունը։ Դե Իրանում շատ անկանխատեսելի իրավիճակ է, չնայած այնտեղ բավականին մեծ պոտենցիալ կա ժողովրդավարացման, որովհետեւ երիտասարդ սերունդը Իրանում բավականին այսպես հոգնել է այաթոլլաներից, բայց հիմա Հայաստանն է դիտարկում այդ կղզյակը եւ այդ շանսը, որ մենք ստացել ենք օգտվելու աջակցությունից բոլոր տեսակի, նախ եւ առաջ անվտանգային, որը մենք ստանում ենք արդեն թե զենքի, թե անվտանգային տարբեր միջոցառումների միջոցով, թե քաղաքական աջակցություն եւ թե տնտեսական աջակցությունը, որ մենք ստանում ենք ոչ միայն Եվրոպայից, արդեն նաեւ Միացյալ Նահանգներից այդ ներդրումների ձևով բարձր տեխնոլոգիաների մեջ, այդ բոլորը պատահական չի, դա կապված է մեր ժողովրդավարության հետ, եւ եթե մենք հանգարց զիջեցինք մի քանի կոպեկի դիմաց ռուսական ռուբլիների դիմաց մեր ապագան, մեր ժողովրդավարությունը ինչ որ գաստրոլորների եւ վերջաց ավելի կդառնանք գուբերնիա եւ Բելարուսի պես ոնց որ Բելարուսից էլ վատ մեր շահերը հանգիստ կսկսի Ռուսաստանը առուծախանել այսպես տարբեր իր գործընկերների հետ տարածաշրջանում։ Այս համատեքստում ինչ նշանակություն, ինչ կարևորություն ունեն նշած գագաթնաժողովները Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում եւ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Կարևոր են իհարկե ցույց տալու հենց այդ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարությանը եւ նաեւ բարձր մակարդակի այցը Մակրոնի, որը որ այդ զուգահեռ այդ գագաթնաժողովին առաջին անգամ փաստորեն Ֆրանսիայի նախագահը նման այցելություն կունենա եւ ռազմավարական համագործակցության այն փաստաթղթերը, որոնք ստորագրվելու են, այդ ամբողջը աջակցություն է մեր ժողովրդավարությանը եւ ուղերձ է նաեւ Ռուսաստանին, որ մենք Հայաստանի թիկունքին կանգնած ենք որպես պետություն, որովհետև դա մեր համար այնքանով է կարևոր, որովհետև մենք չգիտենք Ռուսաստանը բացի այս խժդժություններից նախընտրական ընտրակաշառքներ բաժանելուց էլ ինչ կա մտքներին, Պուտինի մտքին էլ ինչ կա, օրինակ հետընտրական ինչ խժդժություններ է պատրաստում, ապա լեգիտիմացնելու համար իշխանությունը կամ ավելի վատ ինչ որ բաներ անելու։ Այդ ամենի համար մեզ պետք է ուժեղ քաղաքական աջակցություն Եվրոպայից, որ չհանդգնի, չհամարձակվի Պուտինը այդ կարմիր գծերը անցնի։ Հիմա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանի համար քաղաքական կապիտալի կուտակում է եւ այդ կապիտալը որպեսզի չկուտակվի Ռուսաստանը ինչ կոնկրետ քայլերի կարող է գնալ։ Ոչ մի քայլ չի կարող։ Չէ, այդ գագաթնաժողովները խանգարելու, խոչընդոտելու բան եւ այլն։ Դե հիմա տարատեսակ քրեա օլիգարխիայի մնացուկներ, որոնք որ հիմա իրենց ընդդիմություն են հորջորջում, ասում են, չէ, որ խանգարելու ենք, խափանելու ենք, չնայած ես միայն ուրախ կլինեմ Եվրոպական հարսանիք հարամելու մասին։ Գիտեք, ես միայն ուրախ կլինեմ, որ այդպիսի բողոքի ակցիաներ լինի եւ այլն, դա հենց ժողովրդավարության այսպես ցուցափեղկն է լինելու, որ մարդիկ կան տեսնեն կա եւ իշխանություն կա, բողոքող ընդդիմություն, փողոցում ոչ մեկ իրաց չի ծեծում, չի ջարդում, չի սպանում, մարտի մեկի պես չի գնդակահարում, մարդիկ դա որևէ կերպ չի վնասի այդ գագաթնաժողովների ընթացքին։ Բացարձակ դա կօգնի եւ միայն ավելի կհիանան մեր արտասահմանյան հյուրերը, հատկապես եվրոպացիները, այն ժողովրդավարական իրավիճակով։ Հիշում եք հեղափոխությունից հետո, որ էլի այդ հակահեղափոխական մնացուկներ կային, տենց միտինգներ էին անում, բան փրկում էին Հայաստանը լուսավոր ապագայից եւ արժանապատիվ ապագայից փրկում էին, որ մնան հետ դառնան այն Սերժ Սարգսյանը, լավ հիշեցիք այսօր էր հրաժարականի օրը, ոնց են քեֆ անում ազգովի, հա, որ դրա նախորդող շրջան վերադարձնել մեզ։ Հիմա այն ժամանակ հենց դրանից հետո ինչքան դրսից մարդիկ էին գալիս, հատկապես Ռուսաստանից գալիս, ինչ լավ ժողովրդավար երկիր է։ Մի քանի հոգով կարողանում են մի ամբողջ փողոց փակել ու ոչ մեկ իրենց ձեռ չի տալիս։ Մեր մոտ ընդհանրապես դատարկ թղթով մեկը գնում է միտեղ կանգնում, բռնում, տանում են բերդում, սպանում են, ասենք այդ տարբերությունը միանգամից զգում են եւ այդ ժողովրդավարության ազատության շունչն է եւ իրենք ապահովում են, երաշխավորում են իրենց միտինգներով, իրենց պիկետներով, բողոքի ակցիաներով այդ շունչը։ Թողանեն, միայն պետք է շնորհակալություն հայտնել դրա համար։ Իսկ Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովը հնարավոր է որ դառնա բեկումնային պահ Հայաստանի դեպի Եվրամիություն գնալու ճանապարհին։
Հնարավոր է, եթե իշխանությունները որոշեն, որ կապել այդ իրադարձությունը, օրինակ հայտ ներկայացնելու գաղափարը հնչեցնելու հետ գոնե։ Հացի ենթատեքստը բայց ես չեմ լսել այդպիսի բան, հատկապես որ այս վերջի շրջանում այդ Պուտինի հետ կոշտ խոսակցությունից հետո եւ այլն, կարծես թե իշխանությունները այդ հայտ ներկայացնելու գաղափարը շատ չեն պեդալավորում հիմա, շատ չեն շեշտադրում, սպասում են ընտրությունները անցնի, դրանից հետո անեն։ Բայց ես կուզեմ գոնե այն ուժերը, որոնք որ կաշկանդված չեն այդ խնդիրներով Ռուսաստանի հետ պետական, պաշտոնական հարաբերություններով, թող ասեն, որ իրենք հենց անցնեն պարլամենտ, պեդալավորելու են, հենց շեշտադրելու են առաջի քայլը, որ արվի Եվրամիության անդամակցության հայտով դիմեն վերջապես։ Հեղափոխությունից 8 տարի անց կայացած է հեղափոխությունը, թե դեռ Ես չի ասի, որտեղ բազմաթիվ խնդիրներ ենք տեսնում ցավոք սրտի։ Խնդիրները եւ խնդիրների մասով կայացած է եւ հետ շրջվելու ոչ էլ այդտեղ։ Ոչ էլ այդ առումով է կայացած, որտեղ բոլոր են գործակալները, գործիքները, ազդեցության գործակալները, 5-րդ շարասյան անդամները, որոնք որ հսկայական կապիտալների են, կուտակված կապիտալների են տիրապետում, չեզոքացված չեն, ունեզրկված չեն։ Ապօրինի գույքը ամբողջությամբ վերադարձված չի, օրենքը ընդունվել է, շատ սահմանափակ է դեռ գործում։ Հա, մի քանի 100 միլիոնի արդեն վերադարձվել է, բարեբախտաբար process-ը սկսվել է, այդ կոպեկ արկոպեկի այդ բանը արվում է անընդհատ, բայց դա շատ դանդաղ է արվում, եւ ինչը թույլ է տալիս նրանց, թե 21 թվականին թույլ տվեց հսկայական ռեսուրսներ օգտագործել, թալանած ռեսուրսներ, որ նորից այդ թալանի ժամանակները վերադարձնեն Եվ հիմա են դա փորձելու անեն, հիմա արդեն դաշնակից են բերել նաև Ռուսաստանի ժողովրդից թալանած փողերից այստեղ օգտագործելու համար էլ, այնպես որ այդ վտանգը դեռ կա եւ ցավոք սրտի մենք անդադ այդ հարցերը բարձրացնում ենք նույն վեթինգի, լյուստրացիայի, լավ լյուստրացիան ասենք թե բարդ ավելի, վեթինգը չի չարեցիք։ Անպայման պետք է որ այն ուրեմն կաշալոտ դատավորները, քննիչները, որ մարդկանց ճակատագրեր են խեղել, գլխներին սարքել են մարդկանց մնային շատերն էլ հələ պաշտոնական առաջխաղացում ստանային, ասենք այտենց համակարգեք, հետո զարմանում եք, ասում եք դիմադրություն կա համակարգի ներսից, բայց իհարկե կլինի, դուք տապալեցիք վեթինգը, խոստացաք ու չարեցիք, նույնիսկ փաստահավաք խումբը ինչ էր մի հատ խղճուկ հանձնաժողով պետք է ձևավորեիք, որ գոնե ինչ որ բաների ընտրակեղծիքների, չբացահայտված բանակում չբացահայտված սպանությունների եւ այլ խնդիրներ ուսումնասիրել, տեսնել ինչա եւ վերջում մեկը հետազոտել այդ կեղծիքների մասն անդադ ասում ենք բռնազավթել են ժամանակին իշխանությունները, բայց մի փաստահավաք խումբ չկա, որ այդ փաստերը հավաքեր ապացուցողական ցույց տար։ Բոլորս գիտենք, որ կեղծել են ընտրությունները, բայց փաստերը ինչի չքննարկենք, հետ էլ տապալեցին փաստահավաք խմբի ձևավորումը, չեմ հասկանում, ասենք Այն ինչ որ նաև իրենց շահերից էր բխում որ անեն ու ես այդտեղ չեմ հասկանում այդ ինչ բարձր մակարդակի սաբոտաժի ունակ են ռուսամետ ուժերը նախկինների ներկայացուցիչները համակարգում որ գործող իշխանությունը չի կարողանում նրանց դիմադրությունը հաղթահարել եւ գոնե այդ վեթինգ բանը իրականացնի Մոտավոր պատկերացում կամ կանխատեսում ունեք ապագա խորհրդարանի կազմի վերաբերյալ Շատ բարդ է, օրինակ կախված է նրանից, թե այս ընտրակեղծիքների, ընտրակաշառքների, տարածման ծավալները ինչքան մեծ կլինեն, որ դրանից կախված նաև իշխանությունները ես հուսով եմ, որ վերջապես կարգել են մասնակցություն ընդհանրապես այդ բաների, այդ կաշառք բաժանող ուժերի ընտրություններին, որովհետև դա ակնհայտ խախտում է օրենքների, սահմանադրության նախընտրական պայքարի տարական ուղղակի սկզբունքների եւ պետք է դրանց արգելափակվի որ նաեւ դաշտը բացվի իրոք ժողովրդավարական այն ուժերի համար որոնք ռեսուրս չունեն այսօր ի տարբերություն այդ թալանչիների իրենք ռեսուրս չունեն նորմալ ընտրական բան արշավ կազմակերպելու նորմալ ծախսեր անելու հա դրա համար էլ ես չէի ուզենա նորից այդ սև սպիտակ վիճակը լիներ ազգային ժողովում ռուսամետ նախկին թալանչիներ եւ գործող իշխանություն Շնորհակալ եմ զրույցի համար Հետևենք իրադարձությունների զարգացումներին Հայաստանում տեղի ունենալիք այս գագաթնաժողովները Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը եւ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովը եւ հնարավորությունների պատուհանն են եւ նաեւ Հայաստանի դիմադրողականության թեստ ներքին եւ արտաքին ճնշումներին Հայաստանի դիմադրողականության թեստը նաեւ ընտրությունները, որով որոշվելու են թե որ ուժը կամ որ ուժերն են ձևավորելու իշխանություն, ինչ ճանապարհով է գնալու Հայաստանը եւ վերջապես որն է Հայաստանի տեղը աշխարհքաղաքական քարտեզի վրա։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի վերլուծաբան Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։